Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան հրավերս ընդունելու համար եւ զրույցը սկսենք վերջին օրերի սկանդալային խայտառակ եղելությանը պետական մարմնում, թաղապետարանում, թաղապետի եւ մյուս աշխատակիցների մասնակցությամբ ուղղակի բռունցքներին հագուրդ տալ, ծեծ եւ ունենք արդարացումներ փաստացի Հանրապետություն կուսակցության կողմից, ունենք լղոզված հայտարարություն ՔՊԻ կողմից եւ ունենք Նիկոլ Փաշինյանի լռությունը։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի լռությունը առավել քան խոսուն է։ Մինչև այս պահը ներողություն, գուցե հետո ինչ որ բան ասի, սա Չէ, ոչ էլ հետո որևէ բան կասի, որովհետև իր համար դա նորմալ է։ Նոր նորմալությունն է Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, երբ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նստած էր եւ ընդմիջման ժամանակ իր խմբակցության հետ նման մի սցենար են մտածում, երբ Հայաստան խմբակցության նկատմամբ հարձակում են իրականացնում, ուղիղ եթերով դա հրապարակվում էր ազգային ժողովում, այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դեմ չէ, այլ նույնպես հանգիստ կարող է նստել եւ տեսնել, թե ինչպես են իր թիմակիցները բռնության ենթարկում այլ մարդկանց։ Սրանք սա որպես փաստ արձանագրենք, բայց հիշում եք, հենց Նիկոլ Փաշինյանն ինքն էր 18-ից հետո ասում, որ ծեծ ու ջարդով, բռունցքով որևէ հարց լուծելու դարաշրջանը փակված է, էջը փակված է։ Հիմա մենք ինչ ենք տեսնում, ոչ միայն այսպես ուղիղ եթերում նույնիսկ, ուղիղ եթերում առանց ամաչելու, հետո առանց ներողություն խնդրելու, այլ նույնիսկ հպարտանալու աստիճան, ասում են լավ ենք արել, քիչ ենք արել, հասկանում ենք, սա արդեն դիագնոզ է, սա հստակ այս իշխանությունների ճակատին դաջվող հերթական խարանն է, այն ինչ մենք արձանագրում ենք այս իշխանությունների վերաբերյալ արտաքին ճակատի մասով, անվտանգային մասով, հիմա ներքին քաղաքականության մասով առավել քան հստակ է, եթե անհրաժեշտ է իրենք բռնության են դիմում, տեսեք, ընդամենը 3 տարի առաջ Սոնա Մնացականյանի Վրաերթի դեպքը բոլորիս աչքի առաջ է, երիտասարդ հղի կինը սպանվել է եւ մինչև այսօր չկա որևէ մարդ, որ պատասխանատվություն կրի զոհի համար, հասկանում եք, չկա որևէ մեկը, որ պատասխանատվություն կրի։ Եվ դուք պատկերացնում եք ինչ կլիներ նախկին, այսպես ասած, քաղաքասարակության հետ, եթե ձեր նշած ողբերգական դեպքը լիներ նախկին նախագահներից մեկի Ավտոշարասյան այդ վայրենի երթևեկի արդյունքը կամ օրինակ այս միջադեպը թաղապետարանում լիներ նախկին Հայաստանում, բայց հիմա հայտնի քաղաքացիական շրջանակները, որոնք սերտաճած են իշխանության հետ ըստ էության, անում են հայտարարություններ, որտեղ կարելի է նույնիսկ մեղադրական ինչ-որ սլաքներ տեսնել տուժողների ուղղությամբ։ Հա, սա ընդգծված քաղաքական գիծ է եւ պատահական չէ, որ ծեծի ենթարկելուց հետո այն մարդը, որ բերման է ենթարկում, ոչ թե ծեծողն է կամ ծեծողներն են, այլ Արտուր Չախոյանն է փաստացի բերման ենթարկվել։ Եվ Արտուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ գործ է հարուցվում, մինչդեռ այդ մարդիկ ինչ էին արել, ընդամենը բացահայտել էին այս իշխանությունների հետ հերթական կոռուպցիոն սխեմաները։ Շատ պարզ, ցանկացած մեկը թող մտնի այդ սոցիալական հարթակներ եւ կտեսնի, թե ինչպեսի մանրամասնություններով բացահայտում են մի կոռուպցիոն գործ, որն ուղիղ կապված է ՔՊ-ականների հետ։ Այսինքն դրանից հետո հասունանում է այդ ագրեսիան եւ կրկնում եմ, ագրեսիան ոչ միայն չի դատապարտվում, այլ նաև ոչ միայն չի դատապարտվում, արդարացվում է, այլ նաև հպարտանում են այդ ագրեսիայով։ Սա ուղղակի ողբերգություն է։ Կանանց նկատմամբ այդ համատարած այդ ատելության քարոզը, արցախցիների նկատմամբ ատելության քարոզը, սիգնալ տվողին մեքենայից հանում, ծեծի են ենթարկում եւ տանում արդեն ոստիկանություն։ Սամվել Վարդանյանի դեպքը։ Սամվել Վարդանյանին ընդամենը քնչականից տանում են ձերբակալվածների պահման վայր։ Ընթացքում ոստիկանները դուրս են գալիս մեքենաներից եւ կազմակերպված բանդան մտնում եւ ծեծում եւ ստորացնում է Սամվել Վարդանյանին։ Այսինքն ոստիկաններն իրենք փաստացի ոչ միայն թողտվության, համագործակցության արդյունքում մարդուն քաղաքացուն վնաս են պատճառել, բռնություն են կիրառել եւ մինչեւ այսօր որևէ մեկը չկա, որ պատասխանատվություն կրի սրա համար եւ սրանք արդեն առանձին դրվագներ չեն։ Եթե ինչ որ փուլում մեզանում բոլորիս մոտ տպավորություն էր, որ լավ մի առանձին դրվագեր ինչ որ անզգուշություն էր, հիմա մենք տեսնում ենք համատարած համակարգային բռնությունների շարք եւ դա խոսքի տեսքով է արտահայտվում, դա բուն գործողությունների տեսքով է արտահայտվում։ Չմոռանանք Եռաբլուրում զոհվածների ծնողների հետ ինչ էին կատարում կարմիր բերետավորները։ Ես կարծում եմ այդ տեսարանը Մանենա
զոհված զինծառայողների մայրերին քաշքշելու տեսարանը մեր 30-ամյա պատմության ամենաամոթալի տեսարաններից մեկն էր, որովհետև մենք մշտապես մեծագույն ակնածանքով ենք խոսել Սևազգեստ մայրերի մասին։ Հիմա, երբ Սևազգեստ մորը ուղակի ոստիկանը այսպես քաշքշելով հեռացնում է, դրանից հետո ուղղակի պետք է դիագնոզը վերջնական դաջել այս իշխանությունների դեմքին, որ իրենք սովորական բռնարարներ են, անարժեք բռնարարներ են։ Եվ սա այլևս ավելի քան ակնհայտ է բոլորի համար, եւ սա ինչի մասին է խոսում առհասարակ։ Սա խոսում է այն բանի մասին, որ իշխանությունները եթե 18 թվականին իսկապես մեծագույն սատարում ունեին, հիմա ակնհայտ է, որ ժողովրդի կողմից որևէ սատարում չունեն, առանձին խմբեր իհարկե հաշվի առնելով որոշակի փոխկապակցվածություն իշխանությունների հետ, տարբեր տենդերների միջոցով օգտվելու հնարավորությունը, շահերը բնականաբար դեռևս ինչ որ չափով կապված են եւ պահում են այս իշխանություններին, բայց այս բռնությունները ավելանում են նրանց վարկանիշի ընկմանը զուգահեռ, եւ որքան շատ է ընկնում Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի վարկանիշը, այնքան ավելանալու են նման բռնության դեպքերը։ Տիկին Գրիգորյան, եւ այստեղ նաեւ առանցքային նշանակություն ունի այս իշխանության եւ քաղաքային իշխանությունում նրա կոալիցիոն գործընկերոջ Հանրապետություն կուսակցության այսպես չակերտավոր եվրոպական արժեհամակարգն ու հայացքները եւ այն օրակարգը, որը իշխանությունը նաև հռչակել է, անգամ նախագիծ ընդունեցին, չէ, խորհրդանում դեպի ԵՄ գնալու, բայց որը մնաց միայն նախագիծ եւ ոչ մի հիմք չուներ։ Հիմա այս դրսևորումը երևի շատ տիպիկ եվրոպական գործելավոճ է։ Չափազանց տիպիկ է եւ փաստացի մեր երկրում ստեղծված իրավություններին խիստ համահունչ։ Ինչ նկատի ունեմ, երբ այս մարդիկ ասում են խաղաղություն, պետք է միանշանակ հասկանալ պատերազմ, հա, եւ այս բառախաղերի համատեքստում է, երբ ասում են եվրոպական արժեքներ, դեմոկրատիա, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն, այդ նույն մարդիկ, ովքեր ամենաբարձրն են գոռում Եվրոպական միության անդամակցության մասին, այդ նույն կուսակցության անդամները ծեծի են ենթարկում հասարակ քաղաքացու։ Ընդհանրապես ինչի համար, որ նա բացահայտել է կոռուպցիոն սխեմաները։ Էվրիկա, այսինքն կոռուպցիոն սխեմաներ բացահայտող բլոգերի նկատմամբ միակ միջոցը փաստորեն այսպես տեսախցիկների ներկայության, այո, ֆիզիկական ծեծի ենթարկելն է։ Այո, սա տիպիկ շատ խիստ համահունչ է ստեղծված իրողություններին եւ կրկնում եմ, իրանց այդ ներողություն չխնդրելը, արդարացնելը առավել քան խոսուն է։ Եվ ես կարծում եմ հաջորդ անգամ, երբ նրանք փորձ անեն խոսել Եվրոպական միության մասին, արժեքների մասին, նախորդ իշխանությունների մասին, որևէ նշում անեն բացասական կոնոտացիայով, իրենք պետք է հիշեն ուղղակի իրենց ներկան։ Ես մեծ ցավով տեսա նաև, որ այնտեղ իրենց կին բան արդարացնում էր ավականու անդամներն ասում են ոչ միայն արդարացում, ասում են հպարտանում եմ ես դրանով։ Այսինքն հպարտանում եք, երբ որ 10 հոգանոց ոհմակը հարձակվում է մի մարդու վրա, այդ որ տղայական, այդ որ տղամարդկային։ Ես օրենքի տեսանկյունը հենց թողնում եմ մի կողմ, իրենք չեն ասում են, սա նորմալ հայ տղամարդու վարքագիծ է։ Ասենք նորմալ որ հայ տղամարդու վարքագիծ է 10 հոգով հարձակվել է մի տղայի վրա։ Դա որտեղ է գրված, դա որ միջավայրում է օգտագործելի։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում կգնա այդ թաղապետի պաշտոնանկությանը, որովհետև սա ամեն դեպքում խարան է իր իշխանության համար, բայց մյուս կողմից հանրապետությունը այն կուսակցությունն է, որը ծառայություններ է մատուցում իրեն, մատուցել է, դրա շնորհիվ է, որ այսօր Երևանում ԿՊԱ-ական քաղաքապետ ունենք եւ արժեվում դեռ կարող է այդ ծառայությունների կարիքը էլի լինի։ Ես տեսա, որ կարծես թե 3 ինչ որ շանտաժին նմանվող հայտարարություններ կային, որ եթե թաղապետը հրաժարական ներկայացնի, ապա մենք բոլորս մեր մանդատները վայր կդնենք, այո, ինչ որ նման շանտաժի տեսքով հայտարարություններ էին հնչում, դե պարզ է, որտեվ Ավինյան ընդամենը 9% ստացած վստահություն ստացած մարդ է եւ իր հիմնական հնասյունները դեպի Եվրոպա կեղծ առումով գնացող բռնարարներն են, ինչպես նաեւ կուսակցության այնտեղից կարծես թե պոկված անձինք եւ այլն։ Թող Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը մի հատ նստեն ու հասկանան, թե ինչ հանգրվանի են հասել։ Եվ իրականում հանուն արդարության, եթե նախորդ այն միտքը շարունակենք 18 թվականին այդ համաժողովրդական վստահությունն ու սերն իշխանությունների նկատմամբ ամբողջությամբ փոխակերպվել է համաժողովրդական ատելության եւ իսկապես երբ մենք շփվում ենք տարիներ մարդկանց հետ, տեսնում ենք ակնհայտ մի բան, որ
անհնար է ուղղակի հանդուրժել այս իշխանությանը եւ այս իշխանությունը ասելով նաեւ այդ սատելիտներին եւ եթե Արամ Սարգսյանը երկար ժամանակ եւ իր տարբեր այդ Եվրադաշինքը ավելի շուտ փորձում էին ինչ որ կերպ քողարկել իրենց բուն էությունը եւ այսպես դեպի Եվրոպա բարձր արժեքների մասին խոսում էին, ապա հիմա ակնհայտ է ովքեր են իրենք եւ ինչպիսի նարատիվների, ինչպիսի գաղափարների, ինչպիսի փիլիսոփայության կրողներ։ Իդեպ ձեր նշած անձը հայտարարել է, որ անգամ պաշտոնից հրաժարվելու գնով Երևանում իշխանությունը չեն տա ռուսահպատակներին, նա այդ ծեծուջարդը փորձել էր գեոպոլիտիկ ինչ որ ծրագրերով ու այսպես ասած դավադրություններով արդարացնել։ Դե իսկապես ես չգիտեմ ուրիշ ինչ ասել, այսինքն մարդը ակնհայտ իր կուսակցի կողմից ծեծի հանգամանքը կապում է Կրեմլի եւ մյուսի հետ։ Ինչ նշանակություն պիտի ունենա այդ կուսակցությունը Ռուսաստանի համար։ Մեզ մնում է միայն առողջություն մաղթել այդ անձանց։ Տիկին Գրիգորյան եւ գլխավոր խնդրից խոսենք անվտանգային տևական ժամանակ սահմանին գրակոչներ են հնչում վերջին 2 օրերին, եթե չեմ սխալվում, այդ մասին ծանոթություններ չկան, բայց փոխարենը Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում, հարձակողական բնույթի զորավարժություններ ու սա հավանաբար ինչ որ բան նշանակում է։ Ադրբեջանը պետք է հասկանալ, որ որևէ վարքյան հետ չի կանգնել իր ռազմավարական տեսլականից տարածաշրջանում, նախ պատերազմից հետո եւ հատկապես Արցախի ամբողջական օկուպացիայից հետո ինքը փորձում է տարածաշրջանում նոր դիրքավորում ստանալ, ավելի էական խաղացողի դիրքավորում ստանալ։ Դուք տեսեք, թե վերջին ժամանակահատվածում եւ Չինաստան իր այցելությունը, Չինաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բերելու հանգամանքը եւ ինչպես նաեւ Իսրայել, Միացյալ Նահանգներ հնարավոր դաշինքի կնքման հանգամանքը, այո, լրիվ նոր իրողություններ են ստեղծում տարածաշրջանում եւ մենք այն ժամանակահատվածում, երբ անվտանգային նման լրջագույն մարտահրավերներ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ զրոյական արձագանք կա այս իշխանությունների կողմից, ոչ մի համարժեք գործողություն, ոչ մի համարժեք քայլեր, որ հնարավոր է իրականացնել, այսինքն Ադրբեջանը որքան տարածաշրջանում պնդանում է, որքան ավելանում են իր հավակնությունները, այնքան ավելի այդ խեղճիզմի գաղափարի մեջ այսպես պարուրված Նիկոլ Փաշինյանը ավելի շատ է ծռում իր գլուխը եւ Էրդողանի արչեւ եւ Ալիևի արչեւ եւ որևէ համապատասխան գործողություն չի իրականացնում։ Ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ ԿՊ-ական падգամավորների, ովքեր գնում են գյուղեր, բայց իրենք էլ որևէ հստակ պատասխան չեն կարող տալ։ Գնում են ուղղակի համոզելու, այսպես պսիչկան դնելու, որ մենք եկանք, ժողովուրդ ջան, մենք ձեզ հետ ենք, բայց իրանք այն մարդիկ են, ովքեր ստանձնել են պատասխանատվություն, անվտանգություն ապահովելու։ Դա Ադրբեջանի կողմից նախ եւ առաջ նաեւ այսպիսի terror-ի մթնոլորտ ապահովելուն միտված մարտավարություն է, որպեսզի սահմանում ապրող մարդիկ ուղղակի չցանկանան ապրել սահմանամերձ բնակավայրերում, եթե չգիտեմ որքանով եք տեղյակ, այնտեղ իսկապես չափազանց մոտիկ է այսպես կոչված սահմանը, նույնիսկ մարտական հենակետերն են շատ մի քանի մետր հեռավորության վրա եւ պետք է ցավով արձանագրել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Սյունիքից արտագաղթը էականորեն ավելացել է եւ դա նաեւ կապված է անվտանգային խնդիրների հետ, որտեղ Սյունիքում սոցիալական բնույթի խնդիրները շատ սուրճ են, այնտեղ հիմա անվտանգային խնդիրներն են բավականին լուրջ, բայց մենք տեսնում ենք, որ սրա հետ կապված մաքսիմալ հայտարարությունները, որ կարող են լինել, այն է, որ մեր կողմից գրակոչներ չկան եւ հիմիկվա հիմնական քաղաքականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր մենք այսպես փոխադարձության տրամաբանությամբ չպետք է գնանք, այսինքն եթե մեզ վրա նույնիսկ կրակում են, մենք որևէ կերպ չպետք է արձագանքենք եւ էսկալացիայի չտանելու տրամաբանության մեջ պետք է իբր տեղավորեն իրենց գործողությունները, մինչդեռ ակնհայտ է դառնում, որ որքան ագրեսիվ է դառնում ագրեսորը եւ որքան լուր է դառնում ագրեսիայի ենթարկվող անձը, միանշանակ Ադրբեջանի կողմից այս քաղաքականությունը ավելի ու ավելի է ուժեղանալու, այդ զորավարժություններն էլ պատահական չեն, այդ զորավարժությունները շարունակական են Ադրբեջանի կողմից եւ ամենակարևոր նպատակը, որ իրենց արժեվ այս պահին դրել են, այսպես կոչված միջանցքի հարցն է, որ որևէ կերպ իրենց օրակարգից ադրբեջանցիները չեն հանում։ Գործընթացները, որոնք իշխանությունը այս վերջին հատկապես հետպատերազմական տարիներին փորձում է մատուցել ժողովրդին, Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության օրակարգ, սահմանասատման, իբրև թե հարցը մի տեսակ տպավորություն է, որ փակուղում են, որովհետև ոչ մի զարգացում այդ առումով չկա։
իբրև թե համաձայնություն էին արդեն հաստատել, տեքստ էին համաձայնեցրել, դրանից հետո եղան կրակոցներ, ոչ մի տեղաշարժ չկա, սա ինքնին ինչ է հուշում։ Սա ինքնին հուշում է մի պարզ իրողություն, որ Ադրբեջանը երբեք էլ պատրաստ չի եղել գնալ խաղաղության այս տարածաշրջանում, Հայաստանի հետ բանակցությունները դիտարկել է պարզապես Հայաստանից հնարավոր նոր զիջումներ ստանալու տրամաբանությամբ եւ ինչը հաջողությամբ իրականացրել է, այս 5 տարիների ընթացքում, եթե նույնիսկ Հայաստանի կառավարության որևէ ներկայացուցիչ բանակցություններին չմասնակցեր, միգուցե ավելի լավ արդյունք ունենայինք, որովհետեւ այն բոլոր բանակցություններին, որոնք մասնակցել են, մենք միայն կորուստ ենք ունեցել եւ կարելի է նույնիսկ ասել, որ 20 թվականի ռազմական պարտությունից հետո ոչ ռազմական պայմաններում մենք ավելի շատ ենք կորցրել, բանակցություններում մենք ավելի շատ ենք կորցրել, իհարկե պատերազմի ժամանակ նաև զոհեր ենք ունեցել հազարավոր եւ հաշմանդամ ունեցող անձինք ունենք, բայց զուտ բանակցություններով ամբողջ Արցախն է հանձնվել եւ մնացած այն բոլոր կորուստները եւ քաղաքական դաշտի վրա եւ հողի վրա, որ իրականացվել եւ դիրքային ի վերջո ապագա բանակցությունների համար։ Այո, հիմա բնականաբար Ադրբեջանը երբեք էլ չի դիտարկել այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը, դիտարկել է այդ process-ը որպես կորզելու հնարավոր բան։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ process-ը դիտարկել է ոչ թե խաղաղության հասնելու process, այլ process, որը կարող է վաճառել սեփական ժողովրդին դեպի խաղաղություն գնալու ճանապարհ ցույց տալով։ Եվ իր ամբողջ նպատակը ստանալ կորզել ցանկացած թուղթ, որի վրա գրած կլինի խաղաղություն, վերընտրվելու այդ ֆունկցիան իրականացնելու համար։ Հիմա դա իր մոտ չի ստացվում եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը պահանջում է եւ սահմանադրության փոփոխություն, որն ակնհայտ է ժամանակային առումով բավականին երկար ժամանակ է տևելու, մինչեւ դա հնարավոր կլինի իրականացնել, իսկ ես վստահ եմ, որ ամեն բան պետք է անել, որ նույնիսկ դա process-ի մեջ չմտնի։ Բայց եւ այնպես հիմա փորձելու է Նիկոլ Փաշինյանը այդ իլյուզիան վաճառել ժողովրդին, ոչ թե խաղաղության պայմանագիրը, որ հույս ուներ կստանա եւ կվաճառի ժողովրդին, որպես այլ դրա հույսը, որ տեսեք համաձայնեցնողը իբր ես եմ, որ ինձ ընտրեք, դա հաստատ կստորագրվի, այսինքն հիմա այդ թղթի մասին, ոչ թե խաղաղության մասին արդեն, թղթի մասին իլյուզիաների եւ հույսի վաճառքով է զբաղված այս պահին Նիկոլ Փաշինյանը։ Եվ վերջում ներքաղաքական օրակարգից մասնավորապես օրվա ընթացքում եղավ Հայաստան դաշինքի հայտարարությունը իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ, դաշինքը վերահաստատեց, որ կողմ է Փաշինյանի հեռացման, ըստ էության կողմ է իմպիչմենտի գործընթացին, կապահովի իր ունեցած 28 ստորագրությունները, եթե նախաձեռնողները ապահովեն մնացած 8 ստորագրությունները, իսկ մենք գիտենք օրենքի կարգավորումն է այդպիսին, առնվազն 36 ստորագրություն է հարկավոր, որպեսզի նախագիծը ազգային ժողովում քննարկման ենթակա լինի, իսկ առհասարակ 54 ձայն է հարկավոր, որպեսզի իմպիչմենտը համարենք կայացած, իսկ սա նշանակում է, որ առնվազն 20 ՔՊԱ-կան պետք է պոկվի Նիկոլ Փաշինյանից ու անցնի ընդդիմության կողմը, ինչը որքանով է իրատեսական, արդեն կխնդրեմ դուք մեկնաբանեք։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր բնականաբար առաջնահերթությունն է, սա նույնիսկ քննարկման առարկա չէ, եւ այդ հեռացումն ապահովելու համար բոլոր գործիքակազմերը մեզ համար ընդունելի են։ Իմպիչմենտը ընդհանրապես այդ գործիքակազմերից մեկն է, որի մասին մենք առաջինն ենք իմիջիայլոց դրա մասին խոսել, դեռևս 22 թվականի դիմադրության շարժումից հետո, այսինքն այնպես չստացվի, որ հիմա գտնվել են մարդիկ, ով հայտնագործություն են արել, որ կա իմպիչմենտի գործիքակազմ այս իշխանություններին հեռացնելու համար, այլ բան է, որ հողի վրա կան օբյեկտիվ իրողություններ, որոնք անտեսել պարզապես հնարավոր չէ, եւ այդ օբյեկտիվ ամենակարևոր իրողությունն այն է, որ գործընթացի հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի 20 ՔՊԱ-կան պատգամավոր պոկվի ֆրակցիայից եւ իր աջակցությունը հայտնի իմպիչմենտի process-ին։ Եթե այսօր որևէ մեկը ինձ կարող է այսպես համոզիչ կերպով ասել, որ հենց հիմա ՔՊԱ-կան խմբակցությունում 20 մարդ նստած սպասում է, որ ինչ կլինի ընդդիմությունը բերի այդ նախաձեռնությունը իրեն փոխվեն, ես ներողություն եմ խնդրում, որ այդ մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն ստեղծված իրողություններից, լավ չեն պատկերացում, թե դա ինչ ֆրակցիա է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 20 թվականի խայտառակ պատերազմից հետո, այդ ավերածություններից հետո, մեծագույն աղետից հետո, որ մեզ հետ տեղի ունեցան, ընդհանրապես 5 պատգամավոր է, որ դուրս է եկել ֆրակցիայից իր համոզմունքներից ելնելով։ Այսինքն հիմա ակնկալել, որ ոչ մի process-ի
հետևանքով, այսինքն փողոցում ակտիվ քաղաքական process-ներ չկան։ Ուղղակի impeachment-ի ստորագրումից հետո մարդիկ ԿՊ-ից դուրս կգան, եկեք հասկանանք, որ սա չափազանց նաիվ մոտեցում է process-ներին։ Այնուամենայնիվ մենք ասում ենք, որ մենք երաշխավորված 28 ստորագրությունը տրամադրում ենք։ Անհրաժեշտ է process-ը սկսելու համար, մեկնարկի համար, այսինքն քննարկման առարկա դարձնելու համար 36 ստորագրություն։ Մենք 28 երաշխավորված ստորագրություն տրամադրում ենք։ Որ վարքյանին, երբ այդ նախաձեռնողները բերեն 8 ստորագրություն, նույն վարքյանին մենք կտրամադրենք մեր 28 ստորագրությունները։ Բայց քանի դեռ մեզ ասում են, այսպես հատկապես թիրախավորելով, որ մենք կարծես թե չենք ցանկանում, բնականաբար գործիքակազմ է, impeachment-ին դեմ լինելն ուղղակի աբսուրդ է, դա ընդհանրապես գործիքակազմ է։ Այլ բան է, որ կան իրողություններ, որոնք դու չես կարող անտեսել։ Եվ այդ իրողություններից մեկը ոչ միայն падգամավորների քանակն է, այլ նաև փողոցի ակտիվ process-ների բացակայությունը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նույնիսկ 2018 թվականին, եկեք մի հատ հետ գնանք 18 թվականի իրադարձությունները, 2018 թվականին Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել, ամբողջ փողոցները լցված էին, հրապարակներն լիքն էին, բայց նույնիսկ այդ պարագային փողոցի ակտիվ ճնշման դեպքում նույնիսկ մայիսի 1-ին հանրապետական կուսակցության անդամները կողմ չքվեարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Եվ միայն մայիսի 8-ին քվեարկեցին, երբ Սերժ Սարգսյանը կոնկրետ անհատապես մարդկանց ասել էր, որ պետք է քվեարկություն իրականացվի, այսինքն հանրապետական կուսակցությունը այդ քաղաքական կամքը հայտնել էր, որ կապահովի համապատասխան ձայների առկայությունը։ Այսինքն փողոցային նույնիսկ նման ճնշման առկայության պարագայում հանրապետականները նույնիսկ մայիսի 1-ին այդ քվեարկությունը չապահովեցին։ Հիմա այս մարդիկ մեզ ինչ են ուզում համազել, որ առանց փողոցային ճնշման ԿՊ-ականները ուղղակի պետք է փոխվեն, այն նույն ԿՊ-ականներն, ովքեր 20 թվականի պատերազմից, Արցախի ամբողջական կորստից հետո մի վարքյան չեն մտածել ֆրակցիայից դուրս գալու մասին։ Գրիգորյան, այո, թիրախավորվում է Հայաստան դաշինքը, ավելին հայտարարություններ են արվում, իբրև թե այ դուք նույն բանն եք ասում, ինչ Նիկոլ Փաշինյանը, ծաղրում եք ձեր ընտրողին եւ այսպես շարունակ, այս ժամերին, այս օրվա ընթացքում, եթե հետևենք սոցցանցին, կոնկրետ շրջանակների կողմից թիրախում Հայաստան դաշինքն է իր հայտարարության պատճառով եւ որն է նաեւ այսպես ասած մեղադրանքը, որ դե փողոցը դուք պիտի գեներացնեք, որովհետեւ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական ուժը դուք եք։ Նախ այդ ծաղր բառը լսեցի, եթե իրենք կարծում են, որ մենք այս հայտարարությամբ ծաղր ենք ենթարկում, ես շատ ցավում եմ, որովհետև ծաղր է նրանց կողմից մարդկանց հրամցնել, որ հենց այս պահին հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել ստեղծված պայմաններում։ Սա է ծաղր ժողովրդի նկատմամբ, համոզել մարդկանց, որ հենց այս պահին մնում է Հայաստան ֆրակցիան ստորագրի եւ Նիկոլ Փաշինյանը հեռանում է։ Մենք էլ ասում ենք, կախված է ձեզնից չեք։ Մենք էլ ասում ենք, այս 28 ստորագրությունը, այս 28 ստորագրությունը, որ ֆրակցիան ունի, ցանկացած պահին, երբ 8 ստորագրությամբ թերթիկը կբերեք, մենք կմիանանք, ի՞նչն է խնդիրը։ Հետո գիտեք, այստեղ բան կա, չէ, ասում են փողոցային շարժումը դուք նախաձեռնեք եւ այլն։ Մենք փողոցային շարժում նախաձեռնել ենք։ Այդ էլ են իրանք որպես նորամուծություն փորձում ներկայացնել։ Այո, փողոցային պայքարը իշխանափոխության տարբերակներից մեկն է եւ առաջինը մենք ենք, նույնիսկ 1 տարին չլրացած խորհրդարանական գործունեության պայմաններում մենք ենք դուրս եկել փողոց եւ ակտիվ մեր գործունեությունը ծավալել այս իշխանությունների դեմ։ Այդ փուլում մեր ուժերը, ներուժը չի հերիքել իշխանափոխություն իրականացնելու համար։ Բայց բնականաբար մենք այդ փորձերն արել ենք։ Հիմա կրկնում եմ, այդ մարդկանց իրենք չունեն քաղաքական հասկանում, եք պատասխանատվություն այն առումով, որ իրանք չեն նախաձեռնողը լինելու, իրենք չեն փողոցը գեներացնողը լինելու, որովհետև եթե նման մտադրություն ունեն, ես ակնկալում եմ, որ իրենք համապատասխան գործողությունները պետք է իրականացնեն։ Կրկնում եմ, մարդիկ, ովքեր մեզանից ակնկալում են 28 ստորագրություններ, շատ պարզ բան ենք առաջարկում։ Բերեք 8 ստորագրություն, մենք մեր 28 ստորագրությամբ կմիանանք եւ process-ը կմեկնարկի։ Այ դրանից հետո էլ իհարկե ցավոք եւ շատ մեծ մտավախություն ունեմ, այսինքն գրեթե շատ քիչ հավանականություն եմ տեսնում, որ 20 падգամավոր ԿՊ-ական կարող է այսպես փոխվել։ Բայց գիտեք, Մարիանա, հաճախ մեզ նաև մեղադրում են, որ այ փողոցային ակտիվ պայքարի պայմաններում նույնիսկ մենք process-ը չի նախաձեռնել, մենք impeachment-ը չենք նախաձեռնել, ես ուզում եմ ձեզ ուղղակի այսպես քրոնոլոգիան հիշեցնել։ 22 թվականին մենք կազմակերպել ենք, մենք նախաձեռնել եւ իրականացրել ենք դիմադրություն շարժումը, դա դեռևս 1 տարին չէր լրացել ազգային ժողովի գործունեության, հետեւաբար անվստահություն հայտնելու գործընթաց ուղղակի օրենքի պահանջներին համապատասխանելով չէինք կարող ներկայացնել։
Հաջորդ նման հարցն առաջացել է 22 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիա էր իրականացրել Ադրբեջանը եւ բազմաթիվ մարդիկ ինքնաբուխ եկել էին ազգային ժողովի շուրջ, կանգնել էին եւ ասում էին, որ նաեւ այո մոդերատորներից մեկը, եթե չեմ սխալվում, նաեւ Էդգար Ղազարյանն էր, որ ասում էր պետք է իմպիչմենտի գործընթաց սկսել։ Այդ ժամանակ բոլոր պատգամավորներով մենք մեր ստորագրությունները դրեցինք եւ հայտարարեցինք այն մարդկանց անուններն, այսինքն մեր բոլորիս պատգամավորների անունները, ովքեր ստորագրել են։ Ավելին ես այդ պահին գտնվում էի Սյունիքում, հաշվի առնելով, որ հենց Կապանի ուղղությամբ հարձակումներ կար, այդտեղ էր նաեւ Տիգրան Աբրահամյան պատիվ ունեմից։ Մենք միանգամից վերադարձանք Երևան եւ նկատի ունեմ մենք ամբողջությամբ պատրաստակամությունը հայտնեցինք իմպիչմենտի գործընթացը որպես այդպեսին իրականացնելու, բայց ցավոք հետագա քաղաքական process-ները ցույց տվեցին, այսինքն փողոցի ակտիվության պակասման ֆոնին այդ process-ն ուղղակի կանգ առավ։ Հաջորդ նման հարցն առաջացել է Սրբազան պայքարի շրջանակներում, դուք գիտեք, որ իսկապես ամենածավալուն, ամենամեծ համաժողովրդական շարժումը եղել է Սրբազան Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ եւ հրապարակները լիքն էին։ Այդ ժամանակ որոշակի փուլում Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ենք ունեցել ֆրակցիայով եւ մեզ առաջարկ է եղել իմպիչմենտի գործընթացի միանալու եւ մենք մեր ամբողջական պատրաստակամությունն ենք հայտնել, ասել ենք Սրբազանին, որ ցանկացած պահի եւ քաղաքական իր պատկերացումներով process-ը պետք է այդ հանգրվանին գա, մենք կմիանանք գործընթացին, այսինքն յուրաքանչյուր փուլում, երբ հնարավորություն է եղել, մենք մեր ամբողջական սատարումն ենք հայտնել այդ process-ներին։ Հիմա այլ նույն տրամաբանությամբ ասում ենք 28 երաշխավորված պատգամավորների ստորագրություններ պետք է իմանալ, որ գոյություն ունեն։ Դուք 8 ստորագրությունները, իսկ ես վստահ եմ, որ իրենք խոսում են, եթե խոսում են սրա մասին, պատկերացնում եմ, որ պետք է առնվազն 8-ը լինի, չէ՞։ 8-ը պետք է լինի, եթե մեզ էլ առաջարկում է միանալ, նշանակում է այդ 8-ը առնվազն իրենց պատկերացումներում ինչ որ տեղ կա։ Մենք շատ բարձ բան ենք առաջարկում, 8-ը բերեք, 28-ն էլ միանում ենք, ստացվում է 36 ստորագրություն, դրանով կարող եմ մեկնարկել գործընթացը։ Ես կարծում եմ սրանից ավելի པարզ որևէ բան ուղղակի հնարավոր չէ։ Հետևաբար օբյեկտիվ հարց է առաջանում Տիկին Գրիգորյան, ինչու է թիրախում հայտնվել հենց Հայաստան դաշինքը եւ ինչու են հնչում այնպիսի մեղադրանքներ ու ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն ուղղակի ուղղված են Հայաստան դաշինքին, այսպես ասած, իշխանության հետ նույն հարթության մեջ դնելուն։ Ինձ մոտ ամենասկզբում էլ հենց այդ տպավորությունը կա, որ նախաձեռնողները ցավոք որևէ մտադրություն չունեն բուն իմպիչմենտի process-ի արդյունքին հասնելու համար, որովհետև իրանք հիմար մարդիկ չեն, խելացի մարդիկ են եւ լավ են պատկերացնում, որ այս process-ը առավել քան անիրատեսական է այս փուլում առանց փողոցի ակտիվության եւ այլն, եւ հետեւաբար պետք է հասկանալ, թե իրենց հիմնական մոտիվը որն է, բայց եթե տեսնեք հենց առաջին խոսույթից էլ սկսած հիմնական թիրախում Հայաստան խմբակցությունը եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, այո, որ իրենք ամենասկզբից մեկ նպատակ են ունեցել այս process-ի այսպես վերնագրային տրամաբանությամբ հասնել նրան, որ Հայաստան խմբակցությունը չի ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այսինքն իրենց հիմնական մոտիվը սա է եղել Նիկոլ Փաշինյանի աթոռի մնալը, փորձել կապել մեր ինչ որ գործողություն չանելու հետ։ Մինչդեռ այդ բոլոր հնարավոր գործողությունների մենք եղել ենք առաջատարը, մենք եղել ենք նախաձեռնողը։ Հիմա այս process-ը, իմպիչմենտի process-ը, եթե այս պահին հնարավոր լիներ իրականացնելու, մենք նստելու ենք, սպասենք, թե ինչ որ մարդիկ մեզ ասեին այդ իրականացրեք, այսինքն մենք չէինք տեսնելու, որ դա հնարավոր է իրականացնել։ Եթե մենք տեսնեինք, որ այսօր հնարավոր է, հենց այսօր հնարավոր է ակտիվ փողոցային պայքար հրավիրել, որի վերջնարդյունքը այո կարող է իմպիչմենտը լինել, մենք դա չէինք անի, իհարկե կանեինք, բայց ցավոք քաղաքական գործընթացներն այդքան պարզունակ չեն, այդքան հեշտ չեն, այդքան հեշտ կազմակերպվող չեն։ Ես կարծում եմ, այս մարդիկ էլ ամբողջությամբ նախաձեռնողներն իրենք ամբողջությամբ պատկերացում են։ Ի վերջո նույն Էդգար Ղազարյանը քանի անգամ է հրավիրել հանրահավաք։ Երբեմն հենց ինքն է ասում, որ ստացվում էր, որ հանրահավաք է հրավիրում եւ միայն ինքն է մասնակցում իր հանրահավաքին։ Հետեւաբար հանրահավաք, համաժողովրդական շարժում կազմակերպելը ցավոք սրտի մի ձեռքի այսպես շարժումով չի իրականացվում։ Դա ստեղծված իրողություններից բխող process պետք է լինի։ Եվ եթե դուք հիշեք նախորդ քաղաքական process-ները փողոցային ակտիվ պայքարի, դուք կհիշեք, որ հայրենիքի փրկության շարժում կար, որը ձևավորվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, այսինքն պատերազմ,
պարտություն, աղետ, որից հետո ձևավորվեց փողոցային պայքար։ Եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցման, որից հետո մենք պարլամենտից դուրս եկանք եւ ակտիվ փողոցային պայքար ձևավորեցինք։ Եղավ Տավուշում տարածքների հանձնման իրողությունը, որի հիման վրա արդեն տեղի ունեցավ Սրբազանի կողմից նախաձեռնված պայքարը։ Այսինքն այս բոլոր պայքարները եւ եթե այսօր էլ ակտիվ փողոցային պայքար լինի, դա կոնկրետ իրողությունների բերումով կարող է լինել։ Հիմա եթե մեզ համոզում են, որ ստորագրություն դնելուց հետո փողոցը կակտիվանան, ներեցեք ես դրան այնքան միամիտ չէ որ հավատամ։ Սա Տիկին Գրիգորյան մի տեսակ նման է հավի ու ձվի այդ հարցադրմանը, հա, եթե ձևակերպենք այսպես, սկզբից փողոց, հետո գործընթաց, թե գործընթաց, հետո փողոց, այսինքն ինչպես են պատկերացնում, այսպես պիտի կոչ արվի եւ ուղղակի մարդիկ ինքնաբուխ պիտի գան, ինչ պիտի արվի այդ փողոցային պայքարին ենթադրում է ծրագիր, աշխատանք, ջանքեր, ժամանակ։ Հավի ձվի պատմություն ինձ համար ավելի այսպես դժվար մեկնաբանելի է, այդտեղ այո, դժվարություն կա մեկնաբանելու։ Այս դեպքում ես ավելի հստակ եմ տեսնում իրողությունը, որ նախ եւ առաջ պետք է լինի փողոցային ակտիվ պայքար, բայց նույնիսկ այդ ակտիվության եւ համաժողովրդական շարժման դեպքում երաշխավորված չէ, որ հնարավոր է իմպիչմենտը վերջնական արդյունքի հասնել։ Ես կրկնում եմ 2018 թվականին Սերժ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ամբողջ հրապարակները, փողոցները լիքն էին, բայց նույնիսկ այդ պայմաններում հանրապետական օրինակ մայիսի 1-ին կողմ չի քվեարկել։ Այսինքն այդ իմպիչմենտի գործընթացի հաջողության հասնելու համար առնվազն որպես նախապայման անհրաժեշտ է փողոցի առկայությունը եւ չի կարող իմպիչմենտը լինել առաջին քայլը։ Իմպիչմենտը ամբողջ process-ի վերջին քայլը պետք է լինի։ Փողոցային ակտ, այո, հանգուցալուծում, փողոցային ակտիվ պայքար, որի հանգուցալուծումը արդեն իրավական դաշտում պետք է արձանագրվի իմպիչմենտի տեսքով։ Առանց փողոցային պայքարի պարզապես կրկնում եմ, միամտություն է կամ դիտավորյալ քայլ է մարդկանց մոլորության մեջ դնելու համար։ Շնորհակալություն զրույցի համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։